Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է իսրայելական օդուժի ավիահարվածի հետևանքով։ Նշվում է, որ սպանվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Բասիջ ստորաբաժանման հրամանատար Սոլեյմանին եւ նրա տեղակալ Քարիշին։ Իրան-ԱՄՆ-Իսրայել դաշինք փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանի իշխանությունները կոչ են անում այլ երկրներին չներգրավել հակամարտության մեջ, ընդգծելով, որ ցանկացած արտաքին միջամտություն կարող է բերել անկանխատեսելի եւ վտանգավոր հետևանքների։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը, որի ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Տիգրան Ավինյանը, օրենսդիր գործադիր մարմինների անդամներ, դիվանագետներ ու բարձրաստիճան այլ հյուրեր։ Տարածաշրջանային զարգացումները շարունակում են ազդել Հայաստանի տնտեսական միջավայրի վրա, զարգացած երկրներում էլ դրամավարկային պայմանները դեռևս խստացված են, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը այսօր հրավիրված ասուլիսում։ Նախադպրոցական կրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան։ Նախատեսվող կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ինչպես տարածաշրջանային իրադարձություններին, այնպես էլ Սփյուռքի կառույցների գործունեությանը եւ ներքաղաքական անցուդարձին վերաբերող հարցերին։ Զարե Սինանյանի ճեպազրույցը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստին անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ ընթացիկ զարգացումները։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է իսրայելական օդուժի ավիահարվածի հետևանքով։ Նրա խոսքով նա այդ մասին զեկույց է ստացել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետից։ Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Իսրայելի արտգործնախարարն էլ հայտարարել է, թե Լարիջանի գլխի համար $10 միլիոն պարգևավճար էր սահմանված, սակայն դա հաջողվեց իրենց իրականացնել անվճար։ Նա նաև նկատել է, որ մինչ օրս չեն տեսել Մոջթաբա Խամենեին, Իրանի նոր հոգևոր առաջնորդին։ Նշվում է, որ հարվածի հետևանքով սպանվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Բասիջ ստորաբաժանման հրամանատար Սոլեյմանին եւ նրա տեղակալ Քարիշին։ Երկուսն էլ սպանվել են ժամանակավոր վրանային ճամբարում, որը ստեղծվել էր նրանց հետևելը դժվարացնելու համար, ի տարբերություն իրենց հայտնի շտաբի, հայտնել է իսրայելական կողմը։ Իսրայելցի զինվորականները նաև պնդում են, որ սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի ղեկավարին։ Իրանը առայժմ չի մեկնաբանել նաև այս տեղեկությունը։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ Բասիջ ուժերը հսկական դեր են խաղացել Իրանում վերջին բողոքի ցույցերի ճնշման գործում։ Իրանը շուտով կհաղթի ագրեսորներին, ավելի վաղ հայտարարել էր Լարիջանին, հիշեցնելով մանկապղծության համար մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի հետ ամերիկյան էլիտայի կապերի մասին։ Նա նշել էր, թե Իրանի ժողովրդի պատմական հաղթանակը Էփշտեյն կղզու ցանցի մնացորդների նկատմամբ մոտ է։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին էլ մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածության նվազեցման կամ հրադադարի վերաբերյալ առաջարկները, որոնք Թեհրանին էին փոխանցվել երկու միջնորդ երկրների կողմից։ Արտաքին քաղաքականության հարցերով իր առաջին նիստի ժամանակ Խամենեիի դիրքորոշումը Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից վրեժ խնդիր լինելու հարցում եղել է չափազանց կոշտ։ Աղբյուրը չի հստակեցել արդյոք առաջնորդն անձամբ է ներկա գտնվել նիստին։ Բարձրաստիճան պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը, Reuters-ին հայտնել է, թե գերագույն առաջնորդը հայտարարել է, որ խաղաղության համար ճիշտ ժամանակը չէ, քանի դեռ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ծնկի չեն եկել, չեն ընդունել իրենց պարտությունը եւ փոխհատուցում չեն արել։ Թեհրանից հնչող նման բովանդակությամբ հայտարարությունները ավելի են սրում առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում։ Իրանի իշխանությունները կոչ են անում այլ երկրներին չներգրավել հակամարտության մեջ, ընդգծելով, որ ցանկացած արտաքին միջամտություն կարող է բերել անկանխատեսելի ու վտանգավոր հետևանքների։ Մինչդեռ ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ միջազգային դերակատարները փորձում են գնահատել պատերազմի հնարավոր զարգացումները եւ դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա։ Ամերիկյան վարչակազմի եւ դաշնակիցների գնահատմամբ մերձավոր արևելքում լարվածությունը կարող է պահպանվել նույնիսկ մինչև սեպտեմբեր։
Թեհրանը միջազգային հանրությանը կոչ է անում չներգրավել հակամարտության մեջ, միաժամանակ զգուշացնելով մի շարք երկրներին հնարավոր հետևանքների մասին։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ցանկացած երկիր, որը թույլ կտա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, կդիտարկվի որպես ագրեսիային մասնակցող կողմ։ Թեհրանը հատկապես զգուշացրել է Ռումինիայի, նշելով, որ Բուխարեստը միջազգային պատասխանատվության կենթարկվի, եթե իր ռազմական ենթակառուցվածքները տրամադրի Վաշինգտոնին։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունները, թե Թեհրանը դիմել է հրադադարի խնդրանքով։ Ըստ նրա, Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին նման որևէ ուղերձ չի փոխանցվել։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը շարունակելու է պայքարն այնքան ժամանակ, մինչև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չընդունի իր սխալը Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում։ Նրա խոսքով հակամարտությունը պետք է ավարտվի այնպես, որ այն այլևս երբեք չսկսվի։ Պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այն այլևս չվերսկսի եւ որ թշնամիները այլևս չմտածեն ագրեսիայի մասին, իսկ զոհերը ստանան համապատասխան փոխհատուցում։ Թեհրանը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է միջազգային նավագնացության համար, սակայն ոչ այն երկրների համար, որոնք մասնակցում են Իրանի դեմ գործողություններին։ Իրանական կողմն արդեն թույլատրել է հակամարտությանը չմասնակցող երկրների նավերին անցնել նեղուցով, եւ ըստ հաղորդումների պակիստանյան 3 տանկեր արդեն անցել են այդ ռազմավարական ջրային ուղով։ Սրան զուգահեռ Իրանում շարունակվում են ռազմական ու քաղաքական փոփոխությունները։ Նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր ռազմական խորհրդական է նշանակել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային։ Հաղորդվում է, որ ռազմական գործողությունները շարունակվում են տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Թեհրանում ավիահարվածի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է ոստիկանության շտաբներից մեկը։ Միաժամանակ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, իսկ իրանական լրատվամիջոցները հայտնում են նաև կասետային հրթիռների կիրառման մասին։ Իսրայելի հյուսիսում Նահարիա քաղաքում հարվածից հետո ուժգին հրդեհ է բռնկվել։ Այդ հատվածը ենթարկվել է նաև Հեզբոլահի հարձակումներին։ Պայթյուններ եւ հրդեհներ են արձանագրվել նաև տարածաշրջանի այլ հատվածներում։ Դուբայի օդանավակայանում հերթական հարվածից հետո այրվել է վառելիքի պահեստը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի ռազմական ներուժը լուրջ վնաս է կրել։ Նրանց ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունի, նրանց հակաօդային պաշտպանությունը եւս քայքայված է։ Թրամփը նաև զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն կարող է շատ վատ ապագա ունենալ, եթե դաշինքի անդամները չօգնեն Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի բացման հարցում, սակայն եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ հայտարարել են, որ չեն ցանկանում ներքաշվել հակամարտության մեջ։ Գերմանիան հայտնել է, որ Բեռլինը չի պատրաստվում ռազմանավեր ուղարկել տարածաշրջան։ Եվրամիությունում էլ քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու տարբերակները։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքով քննարկվում է ինչպես գործող Ասպիդես օպերացիայի ընդլայնումը, այնպես էլ կամավոր երկրների նոր կոալիցիայի ստեղծումը։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների եւ Իրան ներկայացուցիչների միջև շարունակվում են նաև անուղղակի շփումները։ Արաղչին եւ Սթիվ Ուիտկոֆը վերջին օրերին քննարկել են պատերազմի հնարավոր ավարտի հարցը, սակայն Վաշինգտոնը մերժում է Թեհրանի պահանջը փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Փորձագետները զգուշացնում են, որ հակամարտությունը կարող է երկարաձգվել։ Ամերիկյան վարչակազմի եւ դաշնակիցների գնահատմամբ Մերձավոր Արևելքում լարվածությունը կարող է պահպանվել մինչև նույնիսկ սեպտեմբեր։ Չնայած ռազմական գործողություններին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վստահ է, Թեհրանը կհաղթի այս դիմակայունությունում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ չնայած Իրանի շուրջ զարգացումների պատճառով ստեղծված էներգետիկ խնդիրներին եւ գնաճին, չեն պատրաստվում գործարք կնքել Ռուսաստանի հետ։ Եթե Բրյուսելը վերսկսի Մոսկվայի հետ բիզնեսը, ավելի շատ պատերազմներ կլինեն։ Նման փորձ ունեցել ենք, ուստի պետք է շատ զգոն լինենք եւ չտանք այն, ինչ Ռուսաստանն ուզում է, քանի որ նրանց ախորժակը միայն կմեծանա, կարծիք է հայտնել Կալասը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, չնայած ԱՄՆ-ն Եվրոպայի դաշնակիցն է, իրենք այդքան էլ չեն հասկանում ամերիկյան կողմի վերջին գործողությունները։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քաբուլում գտնվող Թալիբանի զինամթերքի պահեստին։ Միաժամանակ Աֆղանստանի արևելքում իրականացված գիշերային հրետանակոծության հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում 3 երեխա։ Քաբուլում թմրամոլների վերականգնողական հիվանդանոցին հասցված ավիահարվածների հետևանքով էլ Թալիբանի տվյալներով զոհվել է առնվազն 400 մարդ, եւս 250-ը վիրավորվել են։ Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է երկուշաբթի երեկոյան եւ մոտ 2000 մարդու համար նախատեսված կենտրոնը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պակիստանը հերքում է մեղադրանքները պնդելով, որ հարվածներն ուղղված են եղել բացառապես ռազմական օբյեկտներին եւ ահաբեկչական ենթակառուցվածքներին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է Միացյալ Նահանգներից, ոչ թե Եվրոպայից։ Սպիտակ տանն ունեցած ելույթում նա նշել է, որ Պուտինն ավելի շատ մտահոգված է իր առաջին նախագահության ժամկետներում ամրապնդած ամերիկյան բանակով, քան ՆԱՏՕ-ով։ Թրամփի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հանդիսացել է ՆԱՏՕ-ի հիմնական հենարանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան Իրանի դեմ պատերազմի ֆոնին։ Նրա խոսքով կարևոր է մնալ Վաշինգտոնում եւ վերահսկել իրավիճակը։ Նախատեսվում է, որ նա Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ կհանդիպի մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Չինաստանի դեսպանատնից հայտնում են, որ ծանոթ են հայտարարությանը, սակայն լրացուցիչ տեղեկություններ չունեն։ Միևնույն ժամանակ կողմերը շարունակում են բանակցությունները տնտեսական հարցերի շուրջ։ Ռուսաստանում Telegram Messenger-ի աշխատանքի լայնածավալ խափանումներ են գրանցվել։ Այն գրեթե անհասանելի է դարձել ինչպես բջջային, այնպես էլ համակարգչային եւ վեբ տարբերակներով ցանկացած VPN օգտագործման դեպքում։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով խնդիրների մասին հաղորդումներ են ստացվում տարբեր շրջաններից, այդ թվում Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից։ Փորձագետները նշում են, որ Messenger-ը փաստացի կարող է արգելափակած լինել ռուսական IP-ները։ Օպերատորները հաստատում են խափանումներն ընդգծելով, որ հասանելիությունը կախված է ցանցից եւ տարածաշրջանից։ Նշվում է նաեւ, որ օրեր առաջ Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել էր 35 միլիոն ռուբլիով արգելված բովանդակություն չհեռացնելու համար։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնեն հայտարարել է, որ Եմեն պետք է զգոն մնա Վրաստանի շուրջ զարգացումների հարցում։ Նրա խոսքով ԵԱՀԿ-ն եւ Մոսկվայի մեխանիզմը կարող են նպաստել անհրաժեշտ արդյունքներին հասնելուն։ Վալտոնենը նաեւ նշել է, որ Վրաստանում ընդունված վերջին օրենքը, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակության ֆինանսավորումն ու անհատների ազատությունը, քայլ է սխալ ուղղությամբ։ Օման պաշտոնական այցի ընթացքում Մասկատում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի իր գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ Ուսայդի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Օմանի միջև գործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Օմանի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել Արարատ Միրզոյանի որոշումը այցելել Մասկատ, չնայած տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակին, այցը որակել է որպես պատմական։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման Հայաստանի Հանրապետության որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։ Մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Օմանի արտաքին գործերի նախարարության պատվավոր հյուրերի մատյանում։ Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը, որն այցելել է Օմանի Սուլթանություն, մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը եւ հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով։ Տարածաշրջանային զարգացումները շարունակում են ազդել Հայաստանի տնտեսական միջավայրի վրա, զարգացած երկրներում էլ դրամավարկային պայմանները դեռևս խստացված են, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հրավիրված ասուլիսում։ Նրա խոսքով նման պայմաններում Կենտրոնական բանկը քաղաքականությունը նպատակ ունի պահպանելու գների կայունությունը միաժամանակ չխոչընդոտելով տնտեսական աճին։ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6.5% մակարդակում։ Այս որոշումը պայմանավորված է գնաճային միջավայրի եւ մակրոտնտեսական զարգացումների համակողմանի գնահատմամբ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է, որ վերջին ամիսներին գնաճը գտնվում է վերահսկելի տիրույթում եւ մոտ է նպատակային ցուցանիշին։ Միևնույն ժամանակ արտաքին աշխարհում պահպանվող անորոշությունները շարունակում են ազդել տնտեսական հեռանկարների վրա։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 12-ամսյա գնաճը կազմել է մոտ 4.7%, ինչը համեմատաբար կայուն մակարդակ է։ Սակայն Կենտրոնական բանկը շարունակում է զգուշավոր քաղաքականություն վարել, հաշվի առնելով ինչպես արտաքին պահանջարկի հնարավոր նվազումը, այնպես էլ տարածաշրջանային ռիսկերը։ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։ ԱՄՆ-ի տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման, աշխատաշուկայի պայմանների թուլացման եւ նավթի համաշխարհային գների կտրուկ աճի հետ կապված
ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարների վրա։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի տեղեկացմամբ աշխարհաքաղաքական անորոշությունները, միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը, համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների վերաբերյալ մտավախությունները համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության հիմնական աղբյուրն են։ Օրինակ, եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, Հայաստանի Հանրապետությունում գնաճը կավելանա 1.2-ից 1.7%-ով։ Պատճառը նաև նավթի գինն է։ Այս համատեքստում հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի պահպանումը, իսկ մյուս կողմից գնաճային միջավայրի ավելացման ռիսկերը մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից առաջիկայում դրամավարկային պայմանների պահպանման կամ թուլացման հետաձգման հավանականությունը։ Տնտեսական ակտիվության առումով արձանագրվում է որոշակի դանդաղում նախորդ տարվա բարձր աճի համեմատ, սակայն ընդհանուր միտումը շարունակում է մնալ դրական։ Ծառայությունների և շինարարության ոլորտները շարունակում են մնալ աճի հիմնական շարժիչ ուժերը։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, ինչպես նաև առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր։ Զուգահեռաբար մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ կենտրոնական բանկն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքը ընթացիկ մակարդակում, միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ Փորձագետների գնահատմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի պահպանումն այս փուլում նպատակ ունի ապահովելու գների կայունությունը, առանց տնտեսական աճը կտրուկ սահմանափակելու։ Կենտրոնական բանկը նաև ազդարարում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է վերանայել իր քաղաքականությունը, արձագանքելով տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Մի կողմից խորհուրդը դիտարկել է A տիպի սցենարներ, կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից, խորհուրդը քննարկել է B տիպի սցենարներ, կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի։ Արդյունքում, հավասարակշռելով վերնշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը, կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների ապահովման համար։ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ միջնաժամկետ հատվածում գնաճը կկայունանա թիրախային մակարդակի շուրջ։ Մարտին Գալստյանը վերահաստատեց, որ կենտրոնական բանկը շարունակելու է հետևողականորեն արձագանքել բոլոր ռիսկերին և անհրաժեշտության դեպքում վերանայել դրամավարկային քաղաքականության գործիքակազմը, ապահովելու մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի հուսալիությունը։ Իդեպ 2026 թվականի ապրիլից կենտրոնական բանկը սկսում է թղթադրամների փուլային փոխարինում, ներդնելով նոր նմուշներ ավելի ժամանակակից դիզայնով և բարձր պաշտպանվածությամբ։ Գործընթացը լինելու է աստիճանական։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվել է հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը։ Միջոցառումը նպատակ ուներ մեկ հարկի ներքո համախմբելու միջազգային կազմակերպությունների, պետական ինստիտուտների, մասնավոր, գործարար և հասարակական սեկտորների ներկայացուցիչներին քննարկելու արդի աշխարհում պետական կառավարման համակարգում նորարարությունների և տեխնոլոգիաների դերը և նշանակությունը, դրանց կիրառման արդյունավետությունը և հեռանկարները հանրային կյանքի որակի բարելավման և դյուրացման տեսանկյունից։ Համաժողովին ներկային եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր գործադիր մարմինների անդամներ, դիվանագետներ և բարձրաստիճան այլ հյուրեր։ Տարբեր անվանակարգերում հաղթած մասնակիցներին վարչապետ Փաշինյանը մրցանակներ է հանձնել։ Մանրամասները տեսանյութում։
Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ հարմարվելուց եւ նոր մոտեցումներ որդեգրելուց։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը հանրային կառավարման ոլորտում։ Հենց այս գաղափարի ներքո էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նորարարության կենտրոնը մեկ հարկի տակ համախմբել միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, մասնավոր, գործարար եւ հասարակական սեկտորների ներկայացուցիչներին։ Նորարարությունը պետական կառավարման մեջ նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում, այլ նաև մտածողության փոփոխություն։ Այն ենթադրում է ավելի բաց կառավարման մշակույթ, համագործակցություն տարբեր հաստատությունների միջև եւ քաղաքացիների կարիքներին ավելի զգայուն լուծումներ։ Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն շարժվում է այդ ուղղությամբ, իրականացնելով հանրային կառավարման կարևոր եւ խորքային բարեփոխումներ։ Այս փոփոխությունների նպատակն է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ եւ ավելի հաշվետու, այն համապատասխանեցնելով ժողովրդավարական նորմերի եւ ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին։ ՄԱԿ-ի Հայաստանի կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրացնելով նախագահ Խաչատուրյանի խոսքը իր հերթին նկատեց. բարեփոխումների հաջորդ կարևոր փուլը պետք է լինի համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում մենք իրականացրել ենք մի շարք կարևոր, բայց նաև դժվարին բարեփոխումներ։ Մենք եռապատկել ենք 3 տարվա ընթացքում մեր սեփական եկամուտները։ Ամբողջությամբ թվայնացրել ենք քաղաքային ծառայությունները ես էլեկտրոնային հարթակի միջոցով։ Երևանցիներին տրամադրել են քաղաքային կառավարմանը մասնակցելու թվային գործիքներ, ինչպես օրինակ ակտիվ քաղաքացի հավելվածը։ 70-ական թվականների սարքավորումներով աշխատող մեր հիմնարկներն ու ընկերությունները արդիականացրել ենք ներդնելով 21-րդ դարին համապատասխան տեխնիկական եւ թվային գործիքներ։ Եվ մեր նպատակն է, որ Երևանում ձևավորվող այս փորձառությունը օգտակար լինի նաև Հայաստանի մյուս համայնքների համար։ Եվ համայնքների միության միջոցով մենք պատրաստվում ենք այս լուծումները հասանելի դարձնել մեր մյուս համայնքներին։ Ճգնաժամերով հարուստ այս ժամանակաշրջանում նորարարությունը պետական կառավարման համակարգում ունի կենտրոնական նշանակություն, կարծում է Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչը։ Ըստ դեսպան Մարագոսի հանրային կյանքի որակի բարելավման եւ դյուրացման գործընթացում առանձնահատուկ դեր ունեն հանրային ծառայողները։ Մարդիկ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով առաջարկում են նոր լուծումներ եւ նպաստում մարդակենտրոն պետական համակարգի ձևավորմանը։ Հետևաբար նման բարեփոխումները պետք է իրականացվեն համապետական մակարդակով, դրական ազդելով եւ պետական ինստիտուտների, եւ համայնքների, եւ անհատապես յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Պետական ոլորտում բարեփոխումներին, այդ թվում արդյունավետ լավ կառավարման աջակցելը Եվրամիության կարևորագույն հանձնառություններից մեկն է։ Ժողովրդավարական հասարակարգերում կան գրված ու չգրված կանոններ, քաղաքացիների ու պետական կառույցների գործակցության օրենսդրական ընթացակարգեր, որոնց համաձայն պետությունները պարտավորվում են տրամադրել անվտանգային երաշխիքներ, պաշտպանել քաղաքացիների հիմնարար ազատությունները, մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք կնպաստեն քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ու հասարակության զարգացմանը։ Համաժողովին մասնակցում էր նաև կառավարության ղեկավարը։ Մինչև մասնակիցներին ողջունել է Նիկոլ Փաշինյանը նախ հյուրընկալվեց Կոպա տաղավարում, ծանոթանալու հանրային կառավարման ոլորտի արհեստական բանականությամբ համալրված տեխնոլոգիական լուծումներին։ Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ որ Միացյալ Նահանգների դեպի լուսին Ապոլոն ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000, այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չի ունենա, տեղի չէր ունենա։ Մենք իհարկե մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել եւ ցավոք այսօր էլ չենք պլանավորում թռնել լուսին։
Եվ դրա համար կա ընդամենը մի պատճառ։ Այդ 400,000 գիտնականի եւ պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որտեւ եթե լիներ այդ 400,000 պրոֆեսիոնալը եւ գիտնականը, որը մեկը կարող է բացատրել, ինչու պիտի մենք հրաժարվեինք լուսին թռնելուց։ Հանրային ոլորտի խելացի կառավարման մասին խոսելիս Փաշինյանը շեշտեց, որ նորարարությունների հիմքը կրթությունն է, առանց որի հնարավոր չէ մյուսի գոյությունը։ Եվ այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը, 1.5 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալին։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա եւ կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի եւ նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք եւ նոր ըմբռնում։ Հաջորդիվ տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը, թվային լուծումներով խթանված նորարարություն, տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն, մարդակենտրոն նորարարություն եւ կառավարման նորարարություն։ Ահա այս 4 անվանակարգերում հաղթած լավագույն մասնակիցները արժանացան պարգևների։ Մրցանակաբաշխության նպատակն էր ճանաչել եւ արժեվորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց նորարար մտահղացումների շնորհիվ բարելավում են հանրային ծառայությունների որակը։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը նախադպրոցական կրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան։ Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը եւ ապահովելու 5-ից 6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը ըստ կառավարության ռազմավարական նպատակների։ Օրենքի նախագիծը քննարկվել է ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտերի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց, որոնք ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Առաջինը վերաբերում էր մարզական մրցումների մեքենայությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։ Հայաստանն այն դեռևս 2014 թվականին էր ստորագրել։ Նախարարի խոսքով 2026 թվականի փետրվարի վերջին այդ կոնվենցիան ստորագրել են 44 պետություն։ Անդրեասյանի ներկայացմամբ կոնվենցիայի վավերացումը մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանելու հնարավորություն է ընձեռում։ Կարգավորումներ են նախատեսվում խրախուսելու մարզական կազմակերպություններին, մարզական խաղադրույքների օպերատորներին, մրցույթների կազմակերպիչներին, մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարելու ընթացակարգեր ու կանոններ սահմանելու համար։ Անդրեասյանի խոսքով կոնվենցիայով հստակեցվում են, թե ում մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է արգելվի։ Քանի որ մեքենայությունները ըստ էության խաթարում են արդար սպորտի էթիկական հիմքերը, կոնվենցիան շատ կարևոր դեր ունի նաև ամրապնդելու ազնիվ եւ արդար սպորտի եւ մրցակցության կանոնները եւ նաև խթանում է համագործակցությունը տարբեր երկրների պետական մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների միջև համատեղ պայքարի արդյունավետության համար։ Պետք է ասեմ, որ կոնվենցիայով հատուկ կարևորություն է տրվում կրթական ծրագրերին եւ հանրության իրազեկմանը, որպեսզի սպորտում չարաշահումները կանխարգելվեն եւ դա նաեւ կարող է ծառայել խթան, ինչպես նշեցի, համապատասխան օրենսդրության ընդունման կամ վերանայման համար պետության մակարդակում ոլորտը կարգավորելու նպատակով։ Հանձնաժողովի օրակարգային հաջորդ հարցը վերաբերում է նախադպրոցական կրթության մասին, հանրակրթության մասին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին։ Ըստ զեկուցողի խոսքն այս դեպքում վերաբերում է երկու ուղղություններով փոփոխություններին։ Առաջինը հավաստագրման գործընթացի միասնականացումն է։ Ըստ նախարարի, քանի որ նախադպրոցական հանրակրթության եւ մասնագիտության կրթության բնագավառներում հաստատությունների ղեկավարման համար հավաստագրեր են պահանջվում, ապա այս փոփոխությունները հնարավորություն կտան վարելու միասնական քաղաքականություն եւ հետագայում միմյանց մոտեցնելու հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերը։ Հաջորդ հարցը վերաբերում է նախադպրոցական կրթության մասին օրենքին, որով առաջարկվում է նախակրթարանի տարեքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան։
Անդրեասյանը նշեց, որ առաջարկում է 2 տարիքային շեմ սահմանել՝ 4-ից 6 եւ 3-ից 6։ Վերջինը այն դեպքում, երբ բնակավայրում կա 1 նախադպրոցական ծառայություն։ Սա հնարավորություն կտա, որ էլի երեխաները ավելի վաղ փուլում կարողանան նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել, պատրաստվել դպրոցին, սոցիալականացվել եւ սա վստահաբար նրանց հետագա դպրոցական արդյունքի վրա կունենա շատ էական ազդեցություն։ Քննարկվող եւ զեկուցվող 2 նախագծերն էլ հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացան եւ ընդգրկվեցին ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Իսկ ահա երրորդ հարցը, որը վերաբերում էր տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին, նախագծի հեղինակների առաջարկով այն հետաձգվեց 2 ամիս ժամկետով։ ԿԳՄՍ նախարարը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ազգային ժողովում հանդես են եկել 2025 թվականին իրենց գերատեսչությունների կատարած աշխատանքի ու արդյունքների կատարողականների մասին զեկույցներով։ Նրանք վստահեցրել են կառավարության նախանշած ծրագրերը, որոնք նախատեսվել էին 21-ից 26 թվականների համար, իրականացվել են։ 2026 թվականի վերջին արդեն ավարտված կլինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2021-2026 թվականներին նախատեսված 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը։ Այս մասին ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գերատեսչության 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում։ Նախարարն ընդգծեց, որ այս ծրագիրը եղել է կառավարության ուշադրության կենտրոնում եւ միայն 2025 թվականին աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցներում եւ 490 նախադպրոցական հաստատություններում, իսկ տարեվերջին աշխատանքներն ավարտվել են 100 դպրոցներում եւ 280 մանկապարտեզներում։ Անդրեասյանի խոսքով գերատեսչության հաջորդ թիրախային ծրագրին, որը վերաբերել է բնագիտական առարկաների լիարժեք աշխատանքին եւ ուսուցմանը, նույնպես հաջողությամբ իրականացվել է 800 դպրոցներ համալրվել են լաբորատորիաներով։ Իդեպ ավելացվել է նաև դպրոցների ֆինանսավորումը։ Կառավարությունը չնայած այն բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին, որ այս շրջանում անցել է մեր երկիրը, եւ պետք է ասել, որ օրինակ համավարակը բերեց մի իրավիճակի, որ աշխարհի շատ երկրներ, այդ թվում զարգացած երկրներ, որոնք ունեն նաեւ կայուն կրթական համակարգեր, սկսեցին տարեցտարի կրճատել կրթության բյուջեները, եւ Հայաստանի Հանրապետությունը այն եզակի երկրներից էր, որ չնայած բացի համավարակից մենք նաեւ այլ լրջագույն մարտահրավերներ ունեինք, տարեցտարի ոչ թե կրճատել, այլ այդ բոլոր տարիներին ավելացրել է կրթությանն ուղղվող բյուջեն։ Նախարարի զեկույցի հաջորդ հատվածը վերաբերում էր ուսուցիչների մասնագիտական կրթական ծրագրի զարգացմանն ու աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քայլերին։ 2025-ին ներդրված ավելի քան 5 ծրագրերի իրականացման համար հատկացվել է 15 միլիարդից ավելի դրամ, եւ դրանով պայմանավորված 2018 թվականի համեմատ 65 անգամ աճել է ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման ծրագրերին ուղղվող բյուջեն։ Ամեն երրորդ ուսուցիչ այս պահին արդեն կամավորատեստավորված է, ավելի քան 9600 ուսուցիչներ, եռակի աճել է նաև տարակարգի դիմելու եւ տարակարգ ստանալու տեմպը, պետք է հիշեցնեմ, որ 50% միջև հավելավճարել այս ձևով է հնարավոր, 9200 բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդող ուսուցիչներ նաև 25% հավելավճար են ստանում, ի լրումն այս բոլոր ծրագրերի եւ գյուղական միջև 100 աշակերտ ունեցող դպրոցներ էլ 3120 ուսուցիչ իրենց դասավանդած ժամերից անկախ ստանում են նաև մեկ դրույքի պակասող մասը լրացնող վարձատրությունը։ Հանձնաժողովի նիստի կառավարության 2021-26 թվականների կատարողականի արդյունքների ամփոփման հաջորդ հատվածը վերաբերում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին։ Գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանի զեկույցի համաձայն 2023-ից 2025 թվականների ընթացքում Սփյուռքում գերատեսչության կողմից նշանակվել են 19 հանձնակատարներ, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ 2025-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է 13 երկրներ, մասնակցություն ունեցել 180 միջոցառումների եւ հանդիպումների։ Գլխավոր հանձնակատարի գրասենյակն առավել ինտենսիվ աշխատել է հայրենադարձության տարատեսակ ծրագրերի ուղղությամբ։ Մանրամասնեց Սինանյանը, անդրադառնալով նաեւ Ռուսաստանի հայերի միության կողմից կատարվող աշխատանքներին եւ հակապետական քայլերին, նաեւ մասնավորապես այն խոսակցություններին, որ ընտրությունների ընթരാճ Ռուսաստանից Հայաստան մեծ հոսք է սպասվում։ Իհարկե, եթե հայրենադարձություն է լինելու, մենք միայն կարող ենք ողջունել դա, բայց ցավում եմ, որ խոսքը գնում է ժամանակավորը կարճաժամկետ այցի եւ ինչ որ կոնկրետ գործողության մասին։
Ռուսաստանի Դաշնությունում իրականում ամեն ինչ շատ բարդ է։ Տեսեք, կա Ռուսաստանի հայերի միություն, բոլորդ գիտեք, այնտեղ կա Ռուսաստանի հայերի ցմահ նախագահ, որը շատ կոնկրետ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետության եւ կառավարության նկատմամբ, բայց այս խմբավորումը, որի մասին խոսք է գնում, այդ կառույցի հետ չի։ Հիմա կարող է իրենց շահերը համընկնեն այս պահին, բայց ավանդականորեն իրենք նենց չի, որ մի մարմին են։ Հետևաբար այո, այնտեղ կան եւ Ռուսաստանի հայերի միությունը կան նաեւ հայրենակցական ավտոնոմիա կոչված կառույցները, որոնք կոնկրետ կառույցները, որոնք չեն ուզել Ռուսաստանի հայերի միության մաս կազմել եւ ընդհանրապես իրենք ավելի առողջ են եղել։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի հավաստման գրասենյակը հայրենադարձ հայրենակիցների նկատմամբ ցուցաբերում է հատուկ ուշադրություն եւ աջակցում խորհրդատվական ու սոցիալական տարբեր ծրագրերով։ Իսկ նիստից հետո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը ճեպազրույց է տվել, որում անդրադարձել է ինչպես տարածաշրջանային իրադարձություններին, այնպես էլ Սփյուռքի կառույցների գործունեությանը եւ ներքաղաքական անցուդարձին վերաբերող հարցերին։ Գլխավոր հանձնակատարը խոսելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից նշել է, որ ռազմական գործողությունների հետևանքով իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չի արձանագրվել։ Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, այս մասին ազգային ժողովում լրագրողների զրույցում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը։ Նրա խոսքով, չնայած այս փուլում Հայաստան տեղափոխվող իրանահայերի թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, սակայն արկա պատկերը որևէ կերպ չի տարբերվում նախորդ շրջաններից, արտակարգ տեղաշարժ չի նկատվում։ Սինանյանի խոսքով, թեև կապն Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ մշտապես փորձ է արվում պահպանել, դա միշտ չէ, որ հաջողվում է։ Այս պահին իհարկե անընդհատ փորձում ենք կապի մեջ լինել, պարբերաբար հնարավոր է լինում կապնվել, բայց հիմնականում ոչ։ Մարդիկ տներում են զգուշ, փորձում են պարզապես վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են մնում եւ այդ հույս ունեն, որ շուտով կվերջանա այս ամենը։ Անդրադառնալով իրանահայերի շրջանում հնարավոր տուժածների մասին շրջանառվող տեղեկություններին, գլխավոր հանձնակատարը նշեց, որ թեթև վնասվածքներ են ստացել 2 հոգի, սակայն այդ տվյալները դեռևս չեն հաստատվել։ Նրա խոսքով նման դեպքերում հաճախ նախնական տեղեկատվությունն ավելի ուշ կամ չեն հիմնավորվում, կամ պարզվում է չափազանցված են եղել։ Անդրադառնալով այն լուրերին, թե Սփյուռքում գործող կառույցներին արգելում են Արցախի հետ կապված որևէ հարց բարձրաձայնել, գլխավոր հանձնակատարը հակադարձեց, որևէ կազմակերպություն մինչև այս պահը որևէ նման ցուցում չի ստացել։ Նա շեշտեց, որ նման հանձնարարական չի ստացել նաև անձամբ ինքը, իսկ հրապարակային հայտարարություններ անելիս առաջնորդվում է Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությամբ։ Ես գիտեմ, թե ինչ հայտարարություններ կանեմ եւ ինչ հայտարարությունները համահունչ են մեր այսօրվա արտաքին քաղաքականությանը եւ այդ սահմաններում գիտեմ ինչպես մնալ, բայց որևէ ուղղություն, որ ինչպես դուք ինչպես ձևակերպեցիք, չի եղել։ Գերմանիայից արտաքսված հայերի վերաբերյալ հրապարակումների մասին հարցինի պատասխանել Սինանյանը նշեց, որ այդ թեման իրան միջական իրավասության շրջանում չէ եւ վերաբերում է միգրացիոն ծառայությանը։ Նրա խոսքով արտաքսման դեպքերը Սփյուռքի հետ տարվող աշխատանքի մաս չեն կազմում, քանի որ խոսքը վերաբերում է այլ կարգավիճակ ունեցող անձանց։ Անդրադառնալով ներքաղաքական թեմաներին, Սինանյանն արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին, նշելով, որ պետության երկար տարիների կառավարման ձախողումների, տնտեսապես թուլացման, արտագաղթի, պետական համակարգերի անկայունության եւ անվտանգության խնդիրների համար պատասխանատվությունը կրում են նախորդ ղեկավարները։ Նրա կարծիքով, մինչև 2018 թվականը պետության հիմքային համակարգերը բավարար ձևով չեն կայացել, իսկ վերջին տարիներին սկսել են ձևավորել այն ինստիտուտները, առանց որոնց լիարժեք պետություն հնարավոր չէ պատկերացնել։ Եթե դու չես զարգացնում տնտեսությունը, եթե դու ունես ես ավիրում երկիրը, որ մարդիկ միլիոնից ավել մարդ հեռանում է երկրից, եթե դու զրկվում ես արդյունաբերական ամբողջ բազայից, եթե կրթական համակարգը իջնում է պլինդուզից ավելի ցածր, եթե դու չես ստեղծում համապատասխան սպայական կազմ, եթե քո բանակը լինում է վատ հանդերձավորված, վատ զինված, վատ կրթված, ինչի մասն է խոսքը։ Այսինքն դուք ոնց եք պատկերացնում, որ իշխանություն է գալիս նոր մարդ ու մի տարի հետո կարողանում է փրկել ամբողջ վիճակը։ Չի ստացվել։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե 8 տարի անցել իշխանությունը շարունակում է նախկիններին մեղադրել, Սինանյանը պատասխանեց, որ կուտակված խնդիրները 1-2 տարում շտկելու ենթակա չէին։ Միակ պատճառը, որ նա նման հայտարարություններ է անում, նա է, որ ինքը պատասխան չի տվել իր արածների համար եւ որի համար է շատ ցավում եմ, որտեղ պատասխան տված լիներ, տենց բաներ չի համար պետք է պատասխան տար։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը աշխարհում աղքատ ամենահետամնաց երկրի վերածելու համար, նրա համար, որ ինքը հարստացավ, իսկ երկիրը դարձավ թշվառների երկիր, անպաշտպան, անպաշտպանունակ,
այդ ամենի համար։ Այն ամենի համար, որ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ 20 թվականի, 23 թվականի, այդ ամենի համար։ Ինչ վերաբերում է Սփյուռքի եւ եկեղեցու հարաբերություններին, ապա Սինանյանը չհամաձայնեց այն գնահատականների հետ, թե դրսում գործող կառույցները չեն աջակցում իշխանության օրակարգին։ Նրա խոսքով նման ընդհանրացումները միանշանակ չեն կարող ներկայացվել որպես ամբողջ Սփյուռքի դիրքորոշում եւ կան բազմաթիվ անհատներ ու շրջանակներ, որոնք այլ տեսակետ ունեն։ Խոսելով իշխանափոխության հնարավոր սցենարից, Սինանյանը պնդեց, որ Հայաստանի նման երկրում իշխանության փոփոխությունը պետք է տեղի ունենա բացառապես ընտրությունների միջոցով։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարը նաև հավելեց, որ ներկայում չի տեսնում այնպիսի քաղաքական ուժ, որը կարող է առաջիկայում ստանալ հանրային անհրաժեշտ վստահություն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։